այստեղ ճանապարհ է փակվում ինքնաբուխ ակցիայով, այսինքն դեպի Վրաստանի դեսպանատուն եկող ճանապարհահատվածը փակվում է ակցիայի մասնակիցների կողմից։ Ձեռքերդ հեռու հայ արտադրողից հայ վրացական դրոշներով ակցիայի մասնակիցները այս պահին ինքնաբուխ ակցիա են իրականացնում։ Նշեմ, որ Վրաստանի դեսպանությունը պատրաստ է ընդունել այստեղ գտնվող տարբեր կազմակերպությունների մի քանի ներկայացուցիչների, դեռևս ցուցակ է փոխանցվել, բայց ընդունելություն չի եղել։ Дружба народов не блокаде։ Ահա նաև այսպիսի գրության պաստառ կա այստեղ։ Ոստիկանությունը փորձում է լուծումներ գտնել։ Ոստիկանները հորդորում են բացել ճանապարհը, բայց քաղաքացիները կանգնած են։ Հարգելի հետևողներ, ես հիշեցնեմ Ռուսաստան կամ Մերձբալթյան երկրներ Լարսով ալկոհոլային խմիչք արտահանող հայկական ընկերությունները վերջին 1-1.5 ամիսներին իրենց համար տարօրինակ ստուգումների են բախվում հենց Վրաստանում մեքենաները, որոնք կոնյակով են բարձված, ուղարկվում են Մաքսատուն, Նմուշարման։ Ալկոհոլային խմիչք արտահանող հայկական ընկերությունների ներկայացուցիչները խնդրի մասին դժգոհում են, նշում անհասկանալի է, որ վրացական կողմը նման պահվածք է որդեգրել։ Խնդրի մասին էկոնոմիկայի նախարարը արձագանքել է, նշել է, որ Հայաստանում հանդիպել է վրացական կողմի պաշտոնյաների հետ, այս հարցը նույնպես քննարկելու են, մինչ այս պահը փաստացի իրավիճակը չի փոխվել, լուծում չի տրվել խնդրին եւ քաղաքացիները ստիպված են հայտնվել այս իրավիճակում։ Խոսած, ներնից մեկը խոսած, ես իրան մարմարնուշի Ասա վարամը կոսա թողասնի, վարամ կոսաս,